Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում քննարկել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինց ու դատավարությունների վերաբերյալ բանաձևը հրատապ ընթացակարգի ներքո։ Հայաստանի հարցերի մշտական զեկուցող եւ բանաձևի համահեղինակներից Միրիամ Լեքսմանն իր ելույթում նշել է, որ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններն ու գերիների անմարդկային պայմանները ցույց են տալիս Ալիևի իրական դեմքը՝ ռեժիմ, որն անտեսում է միջազգային պարտավորությունները։ The European Union comes with a strategic partnership. The regime in Baku continues. Մինչ Եվրոպական միությունը ձգտում է ռազմավարական գործընկերության, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին եւ խոչընդոտել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։ Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես իր անմիջական հարևանությամբ։ Փոխարենը մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին եւ խրախուսել Ալիևի գործողությունները, ընդլայնելով առևտրային համագործակցությունը։ Միթե մենք դասեր չենք խաղել, ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ եւ գործել ըստ մեր արժեքների եւ սկզբունքների։ Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապես ուրիշ նշանակություն, չնայած այս պայմաններում հնարավոր չէ ժխտել, որ սահմանադրության այն տեքստը, որը կարող է լինել, կունենա նաև տարածաշրջանային նշանակություն։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր սահմանադրության օրակարգը եղել է, բայց այն ժամանակ ես համարել եմ, որ այն իրագործելի չէր։ Այն ժամանակ անտրամաբանական էր 2 ամիս ուժի մեջ լինող սահմանադրությունը փոխել։ Սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը երկրում ապրելու եւ հարաբերվելու կանոնների մասին։ Ինքը տեքստային առումով խնդրահարույց է։ Գիտեք, տեքստային առումով ոչ մի սահմանադրություն խնդրահարույց չէ։ Խնդիրն այն է, որ քաղաքացիների պայմանավորվածությունը տեղի չի ունեցել, որովհետև սահմանադրության թե 1995 թվականի ընդունման, թե հետագա փոփոխությունների ժամանակ ըմբռնումը եղել է այն, որ իշխանությունը ընդունել է սահմանադրությունը, բայց միշտ այդ քվեարկության արդյունքները կասկածի տակ են եղել, այսինքն եղել է լեգիտիմ ըմբռնում, որ ժողովուրդը դրա օգտին չի քվեարկել։ Արդյոք սա էական է։ Սա լրջորեն էական է, որովհետև եկեք պատկերացնենք մեզնից ցանկացած մեզնից երկուսի հարաբերությունը, երբ որ մենք խոսում ենք մի բան, եւ դա ավարտվում է պայմանավորվածությամբ, եւ խոսում ենք մի բան, եւ դա չի ավարտվում պայմանավորվածությամբ։ Արդյոք այս երկու իրավիճակները որոշակիորեն փոխում են մեր հարաբերությունների կերպը։ Շատ լրջորեն են փոխում։ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելտկամպը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահման։ Պատիվ է հյուրընկալել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարին, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանին եւ Հայաստան այցելած պատվիրակությանը, նշված է դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված թուրքական լրատվամիջոցների մասնակցությամբ երրորդյա մեդիա տուրի շրջանակներում լրագրողներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի մարգարե-անցակետ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են վերանորոգված անցակետին, դրա տեխնիկական հնարավորություններին։ Ինչ ճակատագիր է սպասվում էթնիկ զտման ենթարկված 120,000 արցախցիներին Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում եկող շաբաթ կքննարկեն միջազգային վերահսկողությամբ կամ միջազգային հիմնական խաղացողների երաշխիքներով Ադրբեջանի եւ Ղարաբաղի հայերի միջև երկխոսության հաստատման, ինչպես նաեւ հայերի ապահով վերադարձի հարցերը։ Շվեյցարիական խորհրդարանի ստորին պալատը ամիսներ առաջ է բանաձևը ընդունել արցախցիների անվտանգ վերադարձի հարցը միջազգային քննարկման առարկա դարձնելու համար, նաեւ այդ խնդրով դիմել կառավարությանը։ Շոշափելի տեղաշարժ, սակայն մինչև այսօր չկա։ Արցախցիները հույս ունեն, որ եկող շաբաթ մի բանաձև էլ վերին պալատը կընդունի, շվեյցարիական կառավարությունը տեսանելի քայլերի կգնա։ Մինչև այդ Եվրոպական միության խորհրդարանի սեղանին է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը։ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անօրինական կալանքը եւ կեղծ դատավարությունները վերնագրով քննարկումից հետո քվեարկությունը նախատեսված է մարտի 13-ին։ Նման փաստաթղթեր
հետագայում քաղաքական սանկցիաների հիմք են հանդիսանում կամ էլ հենց փաստաթղթի մեջ պետք է նշվի սանկցիա կիրառում են թե ոչ։ Բնականաբար նման փաստաթղթերը ապագայում ենթադրենք Ադրբեջանը ուզում է ինչ-ինչ տնտեսական հարաբերություններ հաստատել Եվրոպական միության հետ։ Միշտ էլ գտնվել են դիմադիրներ, որոնք մատնացույց կան նման փաստաթղթերի, որպեսզի ասենք նման համաձայնագրեր չկնքվի։ Եվրապադգամավորները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին հետևել իրենց միջազգային պարտավորություններին, այդ թվում Ժնևի կոնվենցիային եւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային։ Դատապարտում են Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անարդար կալանավորումը, անմարդկային վերաբերմունքը եւ անարդար դատավարությունները եւ պահանջում են նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը։ Քանի որ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ընդունել են 23 անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայկական ծագում ունեցողների կալանավորումը, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանները փաստագրել են հայ գերիների առնվազն 80 հաստատված դեպք։ Քանի որ գոյություն ունեն Բաքվում պահվող հայ բանտարկյալների հանդեպ բռնության, հոգեբանական խոշտանգումների եւ անարդար դատավարության վերաբերյալ հավաստի հաղորդումներ, այդ թվում 7-ի դեպքում, որոնք արդեն դատապարտվել են անարդար դատավարություններում երկարատև ազատազրկման։ Քանի որ 2025 թվականի հունվարի 17-ից 16 կալանավորվածներ, այդ թվում Արցախի, Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական եւ քաղաքական առաջնորդներ, ենթարկվել են անարդար դատավարությունների, թափանցիկության եւ պատշաճ գործընթացի բացակայությամբ։ Քանի որ պատճառաբանությամբ շարքը եվրապադգամավորները երկար են շարունակում ու հիմնավորում, կոչ է անում միջազգային քրեական դատարանին եւ նրա գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի, տեղահանման, հետապնդման եւ էթնիկ զտումների դեպքերը։ Ցանկացած դատական ակցիան այդ փաստաթղթի վրա հեշտությամբ հղում կատարի, որպեսզի իրավական հիմնավորումները հիմնավորի։ Ամենաշատը անհանգստացած դրանցով Ադրբեջանն։ Նիդերլանդների թագավորության արտգործնախարարն էլ է հայտարարել, թե գերիների հարցը կբարձրացնենք Բաքվում։ Կասպար Վելտկամպը ասել է, ազատ եւ արդար դատավարության նրանց իրավունքները պետք է պահպանվեն եւ Նիդերլանդներն ու Եվրամիությունը կշարունակեն առաջ մղել այս հարցը։ Ինչ ազդեցություն կունենա միջազգային այս արձագանքը Ալիևի վրա։ Գործուն կիրառություն կունենա արդյոք Եվրամիության խորհրդարանի փաստաթուղթը։ Հանրահայտ է, որ երբ իրեն ոչ ձեռնտու բանաձևեր էր ընդունում Եվրոպայի խորհրդի օրենսդիրը, Ալիևը այդ փաստաթղթերը ուղիղ զուգարանի թուղթ էր որակում։ Հայաստանի կառավարությունը իր այսօրվա նիստում բացասական եզրակացություն է տվել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։ Նախագիծը Հայաստանի կառավարությանը քննարկման էր ներկայացրել Հայաստան խմբակցությունը, առաջարկելով համապատասխան փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում։ Հայաստանի ֆինանսների նախարարությունը նշել է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում իրանցի եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են երկկողմ կապերը, տարածաշրջանային իրադարձությունները եւ երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր։ Արաղչին եւ Բայրամովը մտքեր են փոխանակել նաեւ էներգետիկայի, տարանցման, տրանսպորտի, սահմանների եւ սահմանների բնագավառում երկու երկրների միջև գործակցության ընդլայնման եւ Իրանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրերի եւ տնտեսական նախագծերի իրականացման ոլորտում։ Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու իր գործակալները սխալ քայլեր ձեռնարկեն, Իրանի պատասխանը լինելու է վճռական եւ իհարկե անխուսափելի, իսկ ամենամեծ պարտվողը լինելու է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այս մասին հայտարարել է Խամենեին։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ եթե վերջին իրադարձությունները թույլ տան Ռուսաստանին եւ Ուկրաինային վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ապա Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ արդար եւ կայուն խաղաղության հաստատման գործում, ներառյալ բանակցությունների կազմակերպումը։ Ռուսաստանի ղեկավարը այցելել է Կուրսկի հրամանատարական կետերից մեկը։ Մոտ ժամանակներս Կուրսկի մարզի տարածքը պետք է ամբողջությամբ ազատագրվի թշնամուց։ Այս մասին հայտարարել է Պուտինը։ Ես մեծ հույս ունեմ, որ մեր ստորաբաժանումների առջև ծառացած բոլոր մարտական առաջադրանքները անվերապահորեն կկատարվեն եւ Կուրսկի մարզը նոր ապագայում ամբողջությամբ կազատագրվի հակառակորդից, ասել է Պուտինը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կմեկնի Մոսկվա, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Ռուսաստանին կոչ են անում ընդունել առաջարկվող 30-օրյա զինադադարը, որը համաձայնեցվել է ամերիկացիների եւ ուկրաինացիների կողմից, հավելել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, եթե Մոսկվան համաձայնության չգա Կիևի հետ, Վաշինգտոնը կարող է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կործանարար կլինեն Ռուսաստանի համար։ Ամերիկայի առաջարկած հրադադարի ծրագիրը Սաուդյան Արաբիայում մարտի 11-ին Կիևի կողմից հավանության արժանանալուց հետո սա Թրամփի ամենակոշտ հայտարարությունն էր Մոսկվայի հասցեին։ Արգենտինայի մայրաքաղաքում ցածր կենսաթոշակների եւ սոցիալական սակագների բարձրացման դեմ թոշակառուների բողոքներին միացել են նաեւ ֆուտբոլիստները։ Բուենոս Այրեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է ջրցան մեքենաներ եւ գազային ռումբեր։ Բիշկեկում Տաջիկստանի եւ Ղրղզստանի նախագահները պետական սահմանի մասին համաձայնագիր են ստորագրել։ 23 տարվա բանակցություններից հետո Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանը ամբողջապես դեմիլիտացվել է եւ դեմարկացվել է։ Նախագահները ստորագրել են պետական սահմանի մասին համաձայնագիրը, որով 5 տարվա դադարից հետո պաշտոնապես բացվում է երկու կողմերի սահմանային անցակետերը։ Այնուհետև երկու երկրների միջև սահմանի վերաբերյալ համաձայնագիրը պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարաններում եւ նախագահների կողմից ստորագրվելուց հետո օրենքները կմտնեն ուժի մեջ։ Հանրապետության տարածքում մարտի 13-ից 17-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով, մայրաքաղաքում սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 13-ի լուսադեմին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրում էր, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա։ Ահա զանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել եւ պայթեցնել տունը։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել նռնակները։ Նա ձերբակալվել է, կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմնին։ Ուժգին երկրաշարժի նախադրյալներ այս պահին չկան, սակայն չեն բացառվում հնարավոր թույլ երկրաշարժերը, գնահատում է սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենը։ Միջին ուժգնության կամ չափավորության երկրաշարժի հավանականություն մեր տարածաշրջանում հաշվի առնելով, որ սեյսմովտանգ գոտում ենք ապրում, սեյսմոակտիվ գոտում ենք ապրում, հավանականություն կա, բայց ոչ այդքան բարձր։ Ընդհանուր առմամբ խոչապ մատնելու կարիք չկա եւ պիտի հետեւեն պաշտոնական լրատվությանը։ 6 բալանոց երկրաշարժ 70 հետ ցնցում օրեր առաջ էր, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքը էլի ցնցվեց, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում 6-ից 7 բալ էր։ Բացի Սպիտակից այն զգացվեց նաեւ Շիրակի, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում։ Այդ ցնցումները շարունակվում են, այդ ցնցմանը հաջորդել է արդեն բավականին ցանակով մոտ 70 հետ ցնցում։ Դա բնական երևույթ է, տեղի ունենում օջախում կուտակված այդ լարվածությունների էներգիայի միջկաթափում։ Այդ ցնցումներից մեկը զգացվել էր բնակության կողմից, մնացածը չի զգացվել բնակության կողմից, գրանցվում է մեր սարքերի կողմից։ Բալային սանդղակով ըստ էության այս ցնցումը այնքան էլ թույլ չէր, ավերածություններ սակայն չեղան բարեբախտաբար։ Մասնագետն այստեղ պարզաբանում է մագնիտուդային եւ բալային սանդղակների տարբերությունը։ Ամեն մի փոփոխությունը, մեկ մագնիտուդ փոփոխությունը ոնց որ տասնապատիկ է, մի կարգ է փոխում։ Ուժգնությունը դեպից այրեմ 6 ու 9 7 մագնիտուդը որ տեղի ունեցավ 88 թվականին, արդեն գալիս է 9-10 բալ։ Սա 6-7 բալ է։ Ենթադրենք, եթե 4 ու 6 մագնիտուդ լիներ, ասենք թե ոչ թե 10 կիլոմետր խորության վրա, այլ 30 կիլոմետր խորության վրա, մակերեսին կզգար 3-ից 4 բալ։ Լիներ 100 կիլոմետր խորության վրա, ոչ մի բան չի զգացի։ Հետցնցումներ առաջիկա օրերին եւս կլինեն ու կմարեն, սակայն ոչ մեծ ուժգնության սեյսմիկ ծառայությունում ասում են ամենօրյա մոնիթորինգով սեյսմիկ ռեժիմի պատկերը մշտապես իրենց ռադարում է։ Հարուստ պատմությունը թե ժամանցի կենտրոններն են գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում։ Պատմության ու մշակույթի տեսանկյունից Հայաստանը հաստատ կգրավի օտարերկրացիներին։ Ժամանակակից հանգստի տարբերակներն էլ քիչ չեն մեր երկրում։ Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ նախորդ տարիների համեմատ զբոսաշրջային այցելությունների թիվը հանրապետություն համեմատաբար նվազել է։ 2025 թվականի փետրվարին Հայաստան է այցելել 117372 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա փետրվարին զբոսաշրջիկների թիվը կազմել է 127241։
Մասնագետների դիտարկմամբ թվերի անկումը առաջին հերթին պայմանավորված է Ռուսաստանի քաղաքացիների այցելությունների նվազմամբ։ Մյուս կողմից էլ բնական է, որ այդ թիվը նվազելու էր։ Ռուս-ուկրաինական հակամարտության թեժ օրերին Ռուսաստանի քաղաքացիներից շատերը իրականում Հայաստան էին այցելել ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ մեր երկիրը դիտարկել էին որպես ապահով ապաստան։ Չնայած թվերի անկմանը, միևնույն է, այս փետրվարի այցելությունների մեծ մասը նույնպես եղել են Ռուսաստանից։ Զբոսաշրջիկների 38.1%-ը ժամանել են Ռուսաստանից, 9.2%-ը Իրանից, 8.1%-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Այդ զբոսաշրջիկների մեծ մասը 77.3%-ը Հայաստան է այցելել հանգստի եւ ժամանցի նպատակով։ Ավելի քիչ թիվ են կազմել գործնական, բուժման եւ կրթության նպատակով Հայաստանը նախընտրած օտարերկրացիները։ Զբոսաշրջային առաջին անկումը Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսի համավարակի օրերին։ Շուրջ 5 ամիս փակ սահմանների հետևանքով այցելությունները նվազագույն մակարդակի էին հասել։ Փորձագիտական համայնքում ասում են, Հայաստանը կարողացավ հնարավորինս արագ շտկել իրավիճակը։ 2020 թվականին ցամաքային ու օդային սահմանները փակվելուց առաջ հունվարից մինչև մարտի 1-ը 311,000 զբոսաշրջիկ էր այցելել Հայաստան։ Հյուրերի մեծ մասը ընտրել է օդային տրանսպորտը եւ ժամանել Զվարթնոց միջազգային օդանավակայանով։ Ցամաքային անցակետերից առաջատարը Բագրատաշեն անցակետն է, մինչդեռ այրում անցակետով գրանցվել է ամենաքիչ հատումը։ Զբոսաշրջիկների ամենաակտիվ խումբը 35-ից 44 տարեկան մարդիկ են։ Ամենաքիչ թվով հյուրեր են գրանցվել 13-ից 17 տարեկան դեռահասների եւ 65 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Թեև նախնական պատկերն արդեն կա, բայց դեռևս վաղ է կանխատեսումներ անել, թե ինչ ընթացք կունենան այցելությունները Հայաստան այս տարի։ Փորձը ցույց է տալիս վիճակագրական պատկերը հիմնականում սեպտեմբերին կտրուկ փոփոխության է ենթարկվում, այնպես որ զբոսաշրջիկների հոսք Հայաստան դեռ ակնկալվում է։